Ողջույն սիրելի հետևորդներ, օրացույցի վրա փետրվարի 16-ն է։ Սա մի օր է, երբ պատմությունը դադարում է լինել պարզապես թվերի հաջորդականություն եւ վերածվում է իսկական դրամայի։ 1916 թվականի այսօրը ռազմական պատմության մեջ գրանցվեց որպես անհնարինի իրականացում։ Էրզրումը կամ Կարինը համարվում էր Օսմանյան կայսրության ամենաամուր բերդաքաղաքը։ Թուրքական հրամանատարությունը հանգիստ էր, նրանք կարծում էին, թե ձմեռային սառնամանիքն ու մետրերով ձյունը հուսալի վահան են, սակայն նրանք հաշվի չէին առել հայ կամավորների գործոնը։ Հայ հետախույզները, որոնք գիտեին յուրաքանչյուր քարն ու թուփը բառացիորեն ձեռքերի վրա անցկացրեցին զորքը սառցապատ լեռներով։ Երբ փետրվարի 16-ի լուսաբացին հայկական ջոկատները մտան քաղաք, դա պարզապես ռազմավարական հաղթանակ չէր։ Դա ցեղասպանությունից մազապուրծ եղած ազգի վրեժն էր եւ տուն վերադառնալու առաջին, բայց ամենահզոր հույսը։ 1921 թվականի փետրվարի 16-ին Հայաստանում օդը բառացիորեն էլեկտրականացված էր։ Առաջին հանրապետության անկումից հետո բոլշևիկյան բռնաճնշումները հասել էին ծայրահեղության։ Բանտերը լեցնում էին հայ զորավարներով եւ մտավորականներով, որոնց սպասվում էր գնդակահորություն կամ կաթնահարում։ Բայց հենց այսօր ապստամբությունից 2 օր առաջ Հայաստանի գյուղերում եւ լեռներում լուռ որոշում կայացվեց։ Ջոկատները կազմ պատրաստ սպասում էին նշանին։ Սա այն պահն էր, երբ հայ մարդը հասկացավ, կամ պետք է խոնարհվել բռնապետության առաջ, կամ ընդվզել հանուն արժանապատվության։ Փետրվարի 16-ը դարձավ այն վերջին կաթիլը, որը լցրեց համբերության բաժակը։ Փետրվարի 16-ը Լիտվայի համար սրբազան օր է։ 1918 թվականին, երբ աշխարհը դեռ հրդեհված էր առաջին համաշխարհային պատերազմով, լիտվացիները համարձակվեցին հռչակել իրենց անկախությունը։ Սա շատ նման է հայկական ճակատագրին, փոքր ազգ, որը գտնվում էր հզոր տերությունների արանքում, բայց կարողացավ պահել իր լեզուն եւ ինքնությունը։ Այսօրը մեզ հիշեցնում է, ազատությունը երբեք նվեր չեն տալիս, այն վաստակում են։ Անցնենք հեռավոր արևելք։ Հյուսիսային Կորեայում այսօր պայծառ աստղի օրն է։ Ըստ պաշտոնական լեգենդի, երբ ծնվեց Կիմ Չեն Ինը, Սուրբ Պեկտուսան լեռան վրա ձմեռը վերածվեց գարնան, իսկ երկնքում նոր աստղ հայտնվեց։ Սա պատմության ու քաղաքականության ամենահետաքրքիր բացումներից մեկն է։ Չնայած փաստաթղթերն ասում են, որ նա ծնվել է Ռուսաստանում, ժողովրդական գիտակցության մեջ նա մնաց որպես երկնային ծագում ունեցող առաջնորդ։ Դասական օրինակ է, թե ինչպես է մարդը դառնում կենդանի լեգենդ վերածնելով իրական փաստերը։ Եվ վերջապես Կուբա։ 1959 թվականի այսօր ամերիկյան խամաճիկ Բատիստայի իշխանությունը տապալած 32-ամյա Ֆիդել Կաստրոն ստանձնեց վարչապետի պաշտոնը։ Սկսվեց մի դարաշրջան, որը լի էր առեղծվածներով։ Գիտեք, որ Կաստրոյի դեմ կազմակերպվել ավելի քան 600 մահափորձ, պայթող սիգարներից մինչև թունավորված լողազգեստներ։ Բայց փետրվարի 16-ին սկսված նրա իշխանությունը տևեց 5 տասնամյակ։ Շատերը նրա կենսունակությունը համարում էին գերբնական հաջողություն կամ ճակատագրի հատուկ հովանավորություն։ Այսպիսին էր փետրվարի 16-ը, հաղթանակների, ըմբոստության եւ առեղծվածների միախառնում։ Մի օր, որը մեզ սովորեցնում է, պատմությունը կերտում են նրանք, որոնք համարձակվում են գնալ դեպի անհայտը։